Բամբասանքը ատելությունը քանդում է, բայց սերը շինում։ Երեմիա 1:10 գրված է. «Նա ես այսօր քեզ ազգերի վրա, թագավորությունների վրա եմ դնում, որ խլես, փլցնես, կորցնես եւ ավելես նաեւ շինես ու տնկես»։ Որովհետեւ այս ամենը հոգեվոր բաներ է խոսում, ասում է Մարգարե, Երեմիա, ես քեզ դրել եմ ազգերի վրա։ Հոգեվոր աշխարհում լուրջ բան ունես անելու։ Ինչ որ բաներ պետք է քանդես, կորցնես, փլցնես, բայց ինչ որ բաներ պետք է շինես ու տնկես։ Այդում է երեխեքիդ մեջ, մոտիկներիդ մեջ լուրջ հակառակություն, մրցակցություն, ատելություն է իր նկատմամբ։ Դա հոգեվոր աշխարհում է, բայց դու դա տենում ես։ Աղոթքի մեջ ինչ պետք է անես։ Քանդես այդ ամենը։ Աղոթքի մեջ պետք է ասես այդ ատելությունը, այդ մրցակցությունը, այս ամենը իմ երեխեքի մեջ, իմ մոտիկների մեջ թող քանդվի, որտեղ ցավ է որ տեսնում։ Դա հոգեվոր բաներ է, հոգեվոր աշխարհում քրիստոնյայի ասած խոսքը կարևոր ասել, բայց նաև կարա շինես։ Հիշեք, մեր խոսքերը կարան քանդեն, կարան շինեն։ Մեր խոսքերով գրված է никакой гнилое слово, ոչ մի փչացնող, ջարդող, քանդող խոսք ձեր բերանից դուրս թող չգա։